Ինչու չեք մասնակցել մարտի 1-ի հարցով քննարկմանը։ Պարոն Վարդանյան, մի վարքյան, ով է հրավիրել մարտի 1-ի հարցով քննարկմանը։ Դուք սխալվում եք։ Հրավիրել է մի падգամավոր ձեր ֆրակցիայից։ Ընդ չկա, հանձնաժողովում այս հարցը չի քննարկվել։ Մի падգամավոր է հրավիրել, որը, երբ որ դուք մասնակցում եք, ես ձեզ ելույթը լսել եմ, ձեր խոսքը լսել եմ, շատ բաներում համակարծիք չեմ, օբյեկտիվ չեք, բայց մի բանը, օրինակ հստակ է, էլի, երբ որ դուք ներկայացնում եք միայն մեղադրող կողմին, օրինակ դուք որ այդքան կարևորում եք պարլամենտի ինստիտուտը, պարլամենտական համակարգը, ձեր մտքով չանցավ, օրինակ այն ժամանակ ստեղծված էր հանձնաժողով, զուգահեռաբար նաև փաստահավաք խումբ, փաստահավաք խմբին կանչում եք, հանձնաժողովի զեկուցից 0 տեսակետ, կամ այդ նույն հանձնաժողովի զեկույցի մեջ ձեզնից որևէ մեկը կարդացել է հատուկ կարծիքը, որ ներկայացրել է Դաշնակցություն խմբակցությունը, այդ թվում ես։ Կարդացել եք։ Տիկին Քլոյանը, որ սենց խոսում է անդադ, կարդացել է։ Չի կարդաց։ Այսինքն դուք վերցնում եք ամենա սենց հաճելի ձևակերպումները ձեր քաղաքական ուժի, ձեզ լսողների համար, ճպսնում եք սենց ու բերում եք մարդկանց այնտեղից, այդ ամբիոնից էլ հնչեցնում են պարլամենտական ուժ հանդիսացող ներկայացուցիչների վերաբերյալ վիրավորանքներ, դուք շատ եք սիրում, չէ՞ այդ բանը, որ ասում եք, այ լսումներ եք կազմակերպում, հետո եք կանչել, ինչի՞ չեք զսպում, որ վիրավորանք է հնչեցնում։ Նախագահողը չի էլ փորձում զսպել նրան կոչ անել, որ արի նորմալ քաղաքական բանավեճի դաշտ, վիրավորանք մի հնչեցրա։ Կամ ով դարձաք դուք այնտեղի ելույթ ունեցողների այն մասան, որը ամբողջ մի քաղաքական ուժի, ասում են պիտի դեն նետել, թե ինչ-որ սենց ապուշ ձևակերպներ, և դուք համարում եք, որ այդ բանը, այդ լսումներ կոչվածը, այդ քննարկումներ կոչվածը նորմալ քննարկումներ էր գնում, օբյեկտիվ քննարկումներ էր գնում, բերից վարդ նաև սուտ և ոչ ճշմարիտ տեղեկատվություն ներկայացնել, այդ նաև մի էդի որոշման վերաբերյալ։ Այո, ընդեղ մահվան հանգամանքների մասին արձանագրված է, և գրված է, որ մահվան հանգամանքների մասով պատշաճ քննություն չի իրականացվել, ավելին, և Հայաստանի Հանրապետությունը չի համագործակցել մի հետի հետ, չի ներկայացել հիմնավորումներ, պարզը չէ ինչի, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ինքն իր դեմ չէր ներկայացնի փաստեր։ Հիմա բերել եք, չունենալով պատասխանող կողմ մի հետում, բերել եք այդ վճիռը, դեմ եք տալիս, ասում եք, դե եկեք պատասխանող կողմ։ Պատասխանող կողմը Հայաստանի Հանրապետությունն այնտեղ եղել է, որը պիտի ներկայացնել հիմնավորումներ, չի ներկայացրել։ Եվ դա ձեր իշխանության ժամանակ չի ներկայացրել։ Որտեւ այդ գործը սկսել է քննության առարկա դառնալ 18-ից հետո։ Դուք մի հատ, Տիկին Քլոյան, մի հատ վերցրեք, կարտացեք այդ ժամանակահատվածի հատուկ կարծիքն է։ Դուք էդ էլ չեք արել։ Քմծիծաղ կարակ տակ, որովհետև դուք սովոր եք մենակ մերկապարանոց մեղադրանքներ հնչեցնել։ Պարոն Սարգսյան, Տիկին Քլոյան, պարոն Մինասյան։ Եվ ավարտելով արձագանքը։ Պարոն Վարդանյան, նորից եմ կրկնում, մենք այդքան միամիտ չենք, որ մտածենք, սենց աստվածային լուսավորություն կգա ձեր իշխանության հոգու վրա և դուք կընդունեք ձեր մեղքերը, ամենևին ոչ, սա այո հնարավորություն է առիթ է, օրենքով նախատեսված կարգով, օրենքով ամրագրված իրավունքի շրջանակներում, որպեսզի նաև ազգային ժողովի դահլիճում պարլամենտական ուժը հանրային քննարկում կազմակերպի, ինչու ոչ նաև պետական ինստիտուտների ներգրավում իրականացի, որպեսզի պարլամենտական երկրում, պարլամենտում տեղ ունենա քննարկումը, ոչ թե փողոցում։